օրվա խորհրդի հետ եմ կապված ուզում եմ հասկանալ ձեր դիրքորոշումը, ինչ խոսք ունեք հղելու մեր հայ ազգին։ Հպարտանում եմ մեր երկրի վարչապետով, հպարտանում եմ այն ինչ որ տեսնում եմ, քաղաքական դաշտի մեջ չեմ ուզում խառնվեմ, որովհետև ես շատ փոքր մարդ եմ։ Okay։ Պետական օրդերքի վաղ պետք է լռություն։ Այն ինչ որ տենում եմ, չեմ կարա նկարագրեմ, եկել էի նույնիսկ նկարեի, որ ամբողջ համացանցը եւ մեր հայ ազգը տեսնի մեր զինտեխնիկայի, զինվորական ուժը, բայց պետք է իրանց սեփական աչքերով տեսնեն, նույնիսկ նկարելու ընթացքում մարմինս ամբողջովին փշակաղվում էր, չեմ հասկանում այդ ինչ ներկայություն էր, ինչքան պետք է ուժեղ լինես, ինչքան պետք է արճիշտ տղամարդ լինես, որ այս ամեն ինչի մեջ մտնես, հպարտանում եմ մեր զինվորներով, հպարտանում եմ մեր երկրի վարչապետով, որ այս ամեն ինչը ներադրե ու այն ինչ որ տենում են, սա 1/3 մասնիկն է իմ կարծիքով։ Այն ամբողջովինը չի կարելի ցուցադրվել, ինչ որ ցուցադրվում է, այս ինչ որ տենում են, այդքան շատ է, բա որ ամբողջովին ցուցադրեն։ Այդքան Շրջանում փոխվեց նաև պաշտպանության բանակի զինանշանը, ձեզ դուր եկել է։ Հենց նոր դրա մասին էի խոսում, անկես նայում եմ համեմատում եմ, որ ասում են խաչուրա, այս ձեռքում որքան հիշում եմ խաչն է մեծ մեջտեղի փոխարեն, իսկ ձախ կողմում թուրն է։ Եթե չեմ սխալվում, էլի դիրքերը, խաչը կա, կարևորը խորհրդանիշը կա, որ Աստծո զորությունը մեր զինվորների, մեր հայի հետ է։ Վերջին շրջանում տեսա նաև հրապարակումներից մեկը, որ շատ մարդիկ նշում էին, որ ինչու է խաչը ձախ ձեռքով պահված, չէ որ մենք խաչը կնքվում ենք աջ ձեռքով, կուզեի ձեր դիրքորոշումը եւս լսեի։ Փաստորեն խաչը Պարզապես ասում եմ այն, ինչ մեջբերումներ եմ կատարում։ Կարևորը խաչի խորհրդանիշը իրականից պահենք։ Հիմնական տենց բաներին ուշադրություն են դարձում այն մարդիկ, ովքեր իրականում զուտ խոսում են, չեն պահում Աստծո զորությունը, Աստծո օրենքները, մեր պատվիրանները։ Կարևորը թող մեր երկրի մեջ լինի խաղաղություն, թշնամիները մեզ մոտիկ չգան։ Հիմա ձախ ձեռում կլինի, աջ ձեռում կլինի, կարևորը Աստված մեր երկիրը պահի։